Գիրք առակաց, 2-րդ գլուխ։ Որդյակս, եթե իմ խոսքերն ընդունես և իմ պատվիրանները պահես քեզ մոտ, որ ականջ դնես իմաստությանը և սիրտդ ուղղես հանճարին, երբ որ հասկացողությունը կանչես և ձայն տաս հանճարին, եթե դու նրան որոնես ինչպես արծաթը և գանձերի նման նրան պտռտես, այն ժամանակ կհասկանաս Տիրոջ երկյուղը և Աստծո գիտությունը կգտնես։ Որովհետև Տերն է տալիս իմաստությունը, նրա բերանիցն է գիտությունն ու հանճարը։ Նա ուղիղների համար հաջողություն է պահում, նա վահան է անարատությամբ գնացողների համար։ Որ իրավունքի ճանապարհները պահպանե, նա պահում է իր բարեպաշտների ճանապարհը։ Այն ժամանակ կհասկանաս արդարությունն ու իրավունքը, ուղղությունը և ամեն բարի ուղին, որովհետև իմաստությունը կմտնե քո սիրտը և գիտությունը ախորժելի կլինի քո հոգին։ Խոհեմությունը քեզ կպահե, հանճարը քեզ կպաշտպանե, որ քեզ ազատե չար ճանապարհիցը և նենգություններ խոսող մարդիցը, որ ուղղության ճանապարհները թողում են, որպեսզի խավարի ճանապարհներովը գնան, որ ուրախանում են չարություն անելով և զվարճանում են չար նենգությունով, որոնց շավիղները ծուռ են և որոնք խոտորում են իրանց ուղիներովը, որ քեզ ազատե օտար կնկանից, որ կակուղ խոսքեր է տալիս, նա, որ ձգել է իր երիտասարդության բարեկամին և մոռացել իր Աստծո ուխտը, որովհետև նրա տունը խորտակում է դեպի մահ և նրա ուղիները դեպի ուրվականները։ Նրա մոտ գնացողները այլևս չեն դառնալ և կյանքի ճանապարհներին չեն հասնիլ, որպեսզի դու բարիների ճանապարհովը գնաս և արդարների ճանապարհները պահես։ Որովհետև ուղիղները կբնակվեն երկրի վրա և կատարյալները կիմանան նրան, և կատարյալները կմնան նրանում, իսկ անզգամները բնաջինջ կլինեն երկրիցը և նենգավորները կխլվին նրանից։